Աշխատանքային այցով Լոռու մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Այցի նպատակը մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելն էր։ Նախարարի աշխատանքային այցը մեկնարկեց Սպիտակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակ հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում։ Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիր է լուծվել։ Ստացված բերքն իրացնում են տեղական շուկայում։ Ռոռոկումը կաթիլային եղանակով է կատարվում։ Աշխատողների խոսքով մշակության ընթացքում որոշակի խնդիրներ է առաջացել, սակայն մասնագետների օգնությամբ միջոցներ են ձեռնարկվել եւ կանխվել է բերքի կորուստը։ Վնասատու լվիճ էր, դա չնայած բուժվել է արդեն, հիմա էլ սկսենք աշխատենք բույսերը բուժել։ Բերքը էկոլոգիապես մաքուր է, աճեցված է կենսահումուսով, թունաքիմիկատներ չի տրված։ Ջերմատան հիմնական նպատակը կառուցվել է, որ ասենք հաշվանդամ մարդկանց աշխատատեղ ստեղծվի։ Նախարարը եղավ նաև ջերմոցային տնտեսությանը հարակից Խնձորի Նորատունգ այգում։ Սերգո Կարապետյանը տեղում ուսումնասիրելով խնդիրները ջերմոցային տնտեսության աշխատակիցներին խոստացավ անհրաժեշտության դեպքում մասնագետներ ներգրավել խորհրդատվություն տրամադրելու եւ խնդիրները լուծելու համար։ Ինչպես ջերմոցային տնտեսությունում, այնպես էլ այգում մշակությունը կաթիլային ռոռոկման համակարգի կիրառմամբ է իրականացվում։ Այստեղ նախատեսվում է հակակարկտային ցանցներ դնել։ Սերգո Կարապետյանի հաջորդ այցը մեծ Պարնիում էր, որտեղ գյուղատնտեսության զարգացման համար կարևորագույն խնդիրներ են լուծվել։ Հիմնվել է կոոպերատիվ։ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի միջոցով գյուղական համայնքներում կառուցվել է ջրարբիացման համակարգ, տեղադրվել խմոց, ինչպես նաեւ տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 13 տրակտոր։ Նախարար Սերգո Կարապետյանը անդրադառնալով կատարված աշխատանքներին հույս հայտնեց, որ կատարված մեծածավալ ներդրումները նպատակային կծախսվեն եւ երկար կծառայեն։ Նախարարը եղավ նաեւ Մեծ Պարնի համայնքի կարտոֆիլի դաշտերում, ցորենի ցանքատարածություններում, հետևեց բերքահավաքի ընթացքին։ Գլխավոր խնդիրը, որ մենք ձգտում ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել, դա կոոպերատիվների ստեղծումն է։ Մեծ Պարնիում արդեն անցյալ տարվանից այդ աշխատանքները սկսվել են։ Տեսեք, կոոպերատիվը ստեղծվել է եւ իրենք շատ գոհ էին, բոլորը հավաքվել են, գյուղացիները շփումը ցույց տվեց, որ իրենք այդ կոոպերատիվների ստեղծման արդյունքում իրենց եկամուտները ել ավելի բարձրացել են։ Իրացման խնդիրը իրենք ավելի հեշտ են լուծում, քան թե անհատ տնտեսությունը։ Եվ այսօր մենք գիտակցում ենք դա, որ մանր ընտանեկան տնտեսություններով մենք գյուղատնտեսությունը մեր երկրում արդյունաբերական հիմքերի վրա չի կարելի դնել, ուստի մենք այս ծրագիրը հաշվի առնելով հարցի կարևորությունը, ծրագիրը այս տարվանից երկրորդ փուլ է մտնում եւ մինչեւ 2019 թվականը մենք համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիրն ենք իրականացնելու, որի արդյունքում մենք մեր հանրապետությունում կունենանք մոտավորապես 300-ից ավելի խոշոր կոոպերատիվներ։ Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը նախարարին տեղեկացրեց դժգոհ չէ ստացված արդյունքներից, այնուամենայնիվ խնդիրներ էլ կան։ Մենք ներկայացրեցինք Մեծ Պարնի հողօգտագործողների ստեղծված կոոպերատիվի ստացած գյուղտեխնիկան։ Մեր կողմից հարց բարձրացրեց եւս հայկակարկտային կայանի պահանջարկի եւ ուրեմն ռոռոկման ջրի ներքին ցանցի բարելավման համար պարոն նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում եւս այդ հարցերին անդրադառնալու ենք համատեղ ուժերով։ Սերգո Կարապետյանի խոսքով Լոռու մարզում բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից շուրջ 3153 հեկտարով ավել հող է մշակվել, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային եւ հատիկաանդեղեն մշակաբույսերի, 362 հեկտարով կարտոֆիլի, 671 հեկտարով կերային մշակաբույսերի եւ 116 հեկտարով բանջարեղենի ցանքատարածությունները։ Համապատասխանաբար ակնկալվում է նաեւ համախառն բերքի արտադրության ծավալների աճ։ Ընդհանուր առմամբ մարզում այս տարի գյուղատնտեսությունը մեծ առաջընթաց է ապրում եւ ամենակարևոր ցուցանիշը, որ այս տարի չմշակվող հողերի ծավալները պակասել են։ Այսինքն 3150 հեկտար ավել հող է մշակվել, որը վերջին տարիների համար սա ռեկորդային թիվ է։ Եվ մշակված հողերի ծավալները այս տարի արդեն հասնում է 75%-ի, եթե անցյալ տարի 68% էր։ Սա ամենախոշոր ձեռքբերումն է։ Դրա հետ միասին կարող եմ ասել, որ ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, կարտոֆիլի ցանքատարածությունները, բանջարեղենի ցանքատարածությունները եւ արդեն բերքահավաքի աշխատանքները ցույց են տալիս, որ մարզում հացահատիկի ռեկորդային բերք է ապահովելու։ Այսօրվա վիճակով արդեն միջինացված մարզում 34 ցենտներով է 1 հեկտարից հացահատիկ հավաքվում, ցորեն հատկապես,
եւ ինձ թվում է բերքահավաքի արդեն 75-80% ավարտվել է, միջինը ավելի բարձր կստացվի անցյալ տարվա 33 ցենտների դիմաց։ Բերքահավաքը ամբողջությամբ չի ավարտվել, սակայն աննախադեպ բերքի ստացումը ակնհայտ է իր խոսքում ընդգծեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Վերջինս նշեց, մնում է սպասել բերքահավաքի վերջնական տվյալների ամփոփմանը։ Լոռու մարզում էր գտնվում գյուղատնտեսության նախարարը, ինչպես տեսակ մենք այս տարի գյուղատնտեսության բնագավառում աննախադեպ բերք ենք սպասում եւ այն համայնքներում, որտեղ արդեն բերքահավաքը սկսվել է, մենք փորձեցինք հասկանալ, թե 1 հեկտարից քանի ցենտներ բերքատվություն է սպասվում։ Պետք է ասեմ, որ նույնիսկ անջրտի տարածքներում մենք 35-ից 40 ցենտներ բերք ենք սպասում, իսկ կան տարածքներ, որտեղ ջրովի տարածքներ են մինչև 45-ից 50, այնպես որ այս տարի իրոք աննախադեպ բերք ենք սպասվում, չնայած նրան, որ բերքահավաքը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։ Այն ծրագրերը, որը իրականացվում է գյուղատնտեսության նախարարության կառավարության կողմից, պետական աջակցություն որպես, պետք է ասեմ, որ շատ տեղին է եւ բնականաբար չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսության նախարարի այցի վերջին կանգառը Միխայելովկա համայնքում էր, որտեղ Սերգո Կարապետյանը հետևեց ցորենի բերքահավաքի ընթացքին, զրուցեց գյուղացիների հետ։ Այստեղ ցանցը կատարել են պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ ակնկալվում է, որ կգրանցվի հացահատիկի բերքի ռեկորդային ցուցանիշ։ Նարինե Սատրյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Քաղաքացիների հերթական ընդունելությունը անցկացրեց Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը։ Ընդունելությանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչներ։ Գրանցված քաղաքացիներից ընդունելությանը ներկայացել էին քչերը։ Այնուամենայնիվ մարզի գլխավոր կառույցի աշխատակիցները հանգամանորեն ծանոթացան ներկայացվող խնդիրներին եւ առաջարկեցին լուծման ուղիներ։ Քաղաքացիներից մեկը ներկայացել էր սեփականության իրավունքի ոտնահարման խնդրով։ Օձուն համայնքի իր սեփական տարածքում, որի համար խորհրդային տարիներից տարեց տղամարդը հարկ է վճարում, թույլ չէին տվել ավարտին հասցնել պարսպապատման շինարարությունը։ Թեև խնդիրը մարզպետարանի գործառույթներին չէր վերաբերում, այնուամենայնիվ փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը խոստացավ հետաքրքրվել խնդրով, իսկ քաղաքացուն հորդորեց դիմել պատկան մարմիններին, այն է ոստիկանություն կամ դատարան։ Փոխմարզպետը հանձնարարեց հողաշինարարների միջոցով չափումներ կատարել քարտեզագրված տարածքի հետ սեփականության համապատասխանության վերաբերյալ եւ համայնքապետարանի հետ լրացուցիչ ճշտումներ կատարել։ Մեկ այլ սոցիալական խնդրով մարզպետարան էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, ով խնդրում էր 3-րդ կարգի վթարայնության իր բնակարանի վերանորոգման համար մեկ անգամ եւս շինանյութ էր տրամադրել, քանի որ առողջական խնդիրներ ունեցող թոշրակառու ամուսինները իրենց միջոցներով այդ հարցը լուծել չեն կարող։ Վանիկ Ասատրյանը քաղաքացուն բացատրեց, որ մարզպետարանը սեփական բյուջե չունի, իսկ այն միջոցները, որոնք կուտակվում են հարկերից, համայնքապետարանների եւ ավականու տնօրինության ներքո են։ Ուստի ուղղորդեց խնդրով դիմել Վանաձորի համայնքապետարան։ Հերմինե Յավրյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Օգոստոսի 13-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհին Արջուտ գյուղի մոտակայքում իրար են բախվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակչի վարած BMW X5 մագնիշի եւ Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի 42-ամյա բնակչի վարած Opel Vectra մագնիշի ավտոմեքենաները։ Opel-ն ամբողջությամբ բարձված է եղել սոխով։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 մեքենաների վարորդները։ Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները։ Վթարի մանրամասները ճշտվում են, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հերմինե Յավրյան, Ալեն Գրիգորյան, Մոլորակ։ Օրերս Մոլորակ լրատվականին օգնության խնդրանքով դիմել էր Վանաձոր քաղաքի 2 բնակիչ։ Երկուսի խնդիրն էլ կապված էր ջրամատակարարման համակարգի հետ։ Լալա Մարկոսյանի խոսքով իր ու իր տեքրոջ տները, որոնք գտնվում են Ստեփան Զորյան 22 եւ 23 հասցեներում, փլուզման վտանգի տակ են։ Տևական ժամանակ է տների տակով անցնող ջրատար խողովակի վթարի հետևանքով ջրի հոսքն այստեղ չի դադարում։ Տան տակ հավաքված ջուրը չի երևում, սակայն լսելի աղմուկից հասկացվում է, որ բավականին ինտենսիվ է։ Շուտով հիմքերն էլ կխարխլի, ասում է վրդովված կինը։ Այնտեղ հորստները լրիվ քանդվեց, սա երկրորդ ջրմուղի սխալն է, որ մեր Զորյան 22-ի տան բնակիչները դուժում են։ Ինչքան կարելի է։ 6 ամիս այնտեղ ջուրն եկավ, տերը չեղան, մինչև էլի թեժգիծն եկավ, նոր եկան սարքեցին։ Հիմա էլ իմ տունս 5 օր է զանգում եմ, ոչ ոք տերը չի լինում։ Լալա Մարկոսյանը հավաստիացրեց, որ բազմիցս դիմել է ջրմուղ գոյուղի ընկերությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է եղել։ Ամեն օր վաղը։ Ուրեմն ջրին ասեմ սպասի դու, կանգնի վաղը կգան կտրեն ջուրը։
Ո՞նց կարելի է ջուրա լցվում տունը։ Այդ ուրիշ բան փողոցով գնար այդ ջուրը։ Մեկը իրանք չեն մտահոգվում ջուրա կորում թե չի կորում։ Ջրմուղկոյողի ընկերությունից մեզ պատասխանեցին, որ քաղաքացիների տան տարածքում վնասված խողովակների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ եթե նորոգման աշխատանքներ անելու լինեն, ստիպված պետք է դադարեցնեն ամբողջ քաղաքի ջրամատակարարումը։ Հաջորդ դիմողը Շիրակի խճուղի 18 շենքի բնակիչ Սարգիս Կոնյանն էր։ Նրանց շենքում, ի տարբերություն նախորդ դեպքի, ջուր առհասարակ չկար։ Ջրմուղկոյողուց տեղեկացրին, որ քաղաքի այդ հատվածում ջրամատակարարման ցանցի նորոգման աշխատանքներ են տարվում, ուստի ջրամատակարարումը կվերականգնվի 2-3 օրից։ Ի դեպ, մեզ դիմաց երկու քաղաքացիներից ոչ մեկի խնդիրը գրանցված չէր ընկերություն ստացված զանգերի ցուցակում։ Հերմինե Յավերյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։